Տեսանյութերի այս շարքը ներկայացնում է լաբորատոր սարքավորումներ ու նյութեր և դրանց կիրառմամբ լաբորատոր աշխատանքներ թվային գիրագիտություն և համակարգչային գիտություն, ֆիզիկա, քիմիա, աշխարհագրություն, կենսաբանություն առարկաներից։ Աշխատանքն իրականացվել է Համաշխարհային բանկի կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում վարկային ծրագրի շրջանակներում, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կրթական ծրագրերի կենտրոնի պատվերով, զանգահրատարակչության և Բարսարդ ընկերության հետ համագործակցությամբ։ Ողջույն։ Այս լաբորատոր աշխատանքի ընթացքում փորձնական եղանակով ուսումնասիրելու ենք էլեկտրական շղթաներում հաղորդիչների խառը միացումների դեպքեր։ Բացահայտելու ենք առնչություններ այսպիսի դեպքերում դիմադրությունների, լարման և հոսանքի ուժի միջև։ 3 հաղորդիչների օրինակով դիտարկելու ենք հոսանքի ուժի և լարման բաշխման օրինաչափությունները, երբ երկու հաղորդիչներ միացված են միմյանց զուգահեռ, և շղթայի այդ տեղամասը հաջորդաբար միացված է երրորդ հաղորդչին։ Փորձնական ճանապարհով կհամոզվենք, որ հաղորդիչների այսպիսի միացման դեպքում հաղորդիչի ընդհանուր դիմադրության համար տեսականորեն ստացվող բանաձևի կիրառելիության մեջ R-ը հավասար է R1 գումարած RCD, որը հավասար է R1 գումարած R2 անգամ R3 բաժանած R2 գումարած R3-ի, որն էլ հավասար է R1 անգամ R2 գումարած R1 անգամ R3 գումարած R2 անգամ R3 բաժանած R2 գումարած R3։ Այսինքն R-ը հավասար է R1 անգամ R2 գումարած R1 անգամ R3 գումարած R2 անգամ R3 բաժանած R2 գումարած R3-ի։ Կհամոզվենք ընդհանուր հոսանքի ուժը հաշվելու համար տեսականորեն ստացվող բանաձևի կիրառելիության մեջ։ I-ն հավասար է I1 հավասար է ICD, ICD-ն հավասար է I2 գումարած I3, I-ն հավասար է I1 հավասար է I2 գումարած I3։ Ընդհանուր հոսանքի ուժը առաջին դիմադրատարով անցնող հոսանքի ուժը և երկրորդ ու երրորդ դիմադրատարերով անցնող հոսանքի ուժերի գումարը հավասար են։ Կհամոզվենք նաև լարման համար տեսականորեն ստացվող հետևյալ բանաձևերի կիրառելիության մեջ։ U-ն հավասար է U1 գումարած UCD, UCD-ն հավասար է U2 հավասար է U3։ Փորձն իրականացնելու համար մեզ անհրաժեշտ են հաստատուն հոսանքի աղբյուր, ամպերաչափ, վոլտաչափ, դիմադրատարեր, միացման հաղորդալարերի փաթեթ, անջատիչ, աղյուսակ, թուղթ, մատիտ և հաշվիչ։ Փորձը կատարել լարման փոքր արժեքների համար։ Շղթան հոսանքի աղբյուրին միացնել բոլոր միացումները կատարելուց հետո։ Ուշադրություն դարձնել, որպեսզի լարումը բարձր չլինի թույլատրելիից և դիմադրատարը չհալվի։ Ըստ գծապատկերի հավաքենք շղթան։ R1 դիմադրատարը միացնելով հաջորդաբար, իսկ R2 և R3 դիմադրատարերը միացնելով զուգահեռ, ինչպես պատկերված է սխեմայում։ Փորձի ընթացքում մենք կօգտագործենք 1 օհմ, 2 օհմ և 10 օհմ դիմադրությամբ դիմադրատարեր։ Վոլտաչափը հերթականությամբ միացնենք դիմադրատարերի ծայրերին։ Գիտենք, որ վոլտաչափը միացնում ենք դիմադրությանը զուգահեռ։ Չափենք լարումը դիմադրատարերի համակարգի ծայրերին և արդյունքը գրանցենք աղյուսակում։
Չափենք լարումը CD տեղամասի ծայրերին եւ արդյունքը գրանցենք աղյուսակում։ Այժմ անցնենք հոսանքի ուժը չափելուն։ Գիտենք, որ ամպերաչափը, ի տարբերություն վոլտաչափի, շղթայում միացնում ենք հաջորդաբար։ Շղթայից հանենք վոլտաչափը, որ մեզ չխանգարի։ Ամպերաչափը հերթականությամբ հաջորդաբար միացնենք շղթայի տարբեր տեղամասերում։ Միացնենք հոսանքի սնուցումը, անջատիչը և ամպերաչափի արդյունքները գրանցենք աղյուսակում։ Փորձն հիմնականում ավարտեցինք։ Կարգի բերենք սեղանը, սարքավորումներն անջատենք և տեղավորենք իրենց համապատասխան պահարաններում։ Անցնենք աղյուսակի տվյալների մշակմանն ու վերլուծությանը։ Աղյուսակի տվյալների հիման վրա լրացնենք բաց վանդակները։ 4 տողում CD տեղամասում լարման արժեքն է։ Քանի որ CD տեղամասը զուգահեռ միացման համակարգ է, ուստի տեղամասի լարումն ու առանձին դիմադրատարի ծայրամասերում լարումները նույնն են։ Դա երևում է նաև աղյուսակի երկրորդ և երրորդ տողերից։ ու CD-ն հավասար է U2, U2-ը հավասար է U3։ 5-րդ տողում ընդհանուր լարման արժեքն է բանաձևային հաշվարկով, U-ն հավասար է U1 գումարած UCD։ Ինչպես տեսնում եք, այն մոտ է վոլտաչափի տված տվյալներին։ 10-րդ տողում ընդհանուր հոսանքի ուժն է հաշվարկված բանաձևով, I-ն հավասար է I1 հավասար է I2 գումարած I3։ 14-րդ տողում ընդհանուր դիմադրությունն է հաշվարկված բանաձևով, R-ը հավասար է R1 անգամ R2 գումարած R1 անգամ R3 գումարած R2 անգամ R3 բաժանած R2-ը գումարած R3-ին։ Իսկ հա 15-րդ տողում ընդհանուր դիմադրությունն է հաշված փորձի տևերներով, R-ը հավասար է U-ն բաժանած I, որն էլ հավասար է 2.38 բաժանած 0.79, որը հավասար է 3.01։ 14-րդ և 15-րդ տողերում շղթայի ընդհանուր դիմադրության տեսական և փորձարարական արժեքներն են 2.66 օմ և 3.01 օմ։ Շեղումը կարող է կապված լինել լարերի դիմադրությունների հետ, վոլտաչափի և ամպերաչափի թույլատրելի սխալների հետ, ինչպես նաև դիմադրատարների դիմադրությունների թույլատրելի շեղումների հետ։ Այս լաբորատոր աշխատանքի ընթացքում մենք փորձնական եղանակով ուսումնասիրեցինք էլեկտրական շղթաներում հաղորդիչների խառը միացումները։ Դիտարկեցինք հոսանքի ուժի և լարման բաշխման օրինաչափությունները հաղորդիչների խառը միացումների ժամանակ։ Պարզեցինք առնչությունները դիմադրությունների, լարման և հոսանքի ուժի միջև։ Դիտարկեցինք հաղորդիչներից մեկի, R1 հաջորդական և R2 ու R3 հաղորդիչների զուգահեռ միացման դեպքը։ Փորձնական ճանապարհով համոզվեցինք, որ հաղորդիչների այսպիսի միացման դեպքում հաղորդիչի ընդհանուր դիմադրության համար տեսականորեն ստացվող հետևյալ բանաձևի կիրառելիության մեջ R-ը հավասար է R1 անգամ R2 գումարած R1 անգամ R3 գումարած R2 անգամ R3 բաժանած R2-ը գումարած R3-ին։ Համոզվեցինք նաև, որ խառը միացման դեպքում ընդհանուր հոսանքի ուժը հաշվելու համար կիրառելի է տեսականորեն ստացվող հետևյալ բանաձևը I-ն հավասար է I1 հավասար է I2 գումարած I3։ Համոզվեցինք նաև, որ խառը միացման դեպքում ընդհանուր լարումը հաշվելու համար կիրառելի է տեսականորեն ստացվող հետևյալ բանաձևը U-ն հավասար է U1 գումարած UCD, որտեղ UCD-ն հավասար է U2 հավասար է U3։ Շնորհակալություն, մինչ նոր հանդիպում։